Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, այսօր իմ զրուցակիցն է Մարդու իրավունքների պաշտպանը Անահիտ Մանասյանի հետ կամփոփենք 2025 թվականը, կզրուցենք ոլորտում առկա հիմնական խնդիրներից եւ դրանց լուծման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ։ Բարև ձեզ Տիկին Մանասյան։ Բարև ձեզ։ Տիկին Մանասյան, եկեք սկսենք հենց արձանագրված խնդիրներից։ 2025-ին ինչ հիմնական խնդիրներ եք արձանագրել ոլորտում ու ինչ աշխատանքներ եք տարել այս մասով։ Ըստ էության 2025 թվականին բավականին շատ են եղել, ինչպես մնացյալ տարիների շրջանակներում էլ արձանագրված խնդիրները։ Կուզենամ հատուկ արձանագրել, որ 2025 թվականը, ինչպես նախորդող մի քանի տարիները, առանձնացել են թե Հայաստանի Հանրապետությունում, թե ամբողջ աշխարհում բևեռացման շատ բարձր մակարդակով, եւ սա բնականաբար բավականին լուրջ ազդեցություն է ունենում ընդհանրապես մարդու իրավունքների պաշտպանության ամբողջ համակարգի վրա, եւ այս դիտանկյունից մարտը հրավերային է ամբողջ համակարգը մարդու իրավունքների պաշտպանության, իսկ ինչ վերաբերում է արձանագրված խնդիրներին, ապա պիտի հատուկ շեշտադրեմ, օրինակ քրեական վարույթի շրջանակներում իրավունքի երաշխիքներին առնչվող խնդիրները, կրոնական ազատությունների վերաբերելի հարցերը, ազատությունից զրկված անձանց հետ կապված տարատեսակ հիմնախնդիրները, բռնի տեղահանված իրավունքներին վերաբերելի հարցադրումները, սոցիալ-տնտեսական բնագավառին, իրավահավասարության եւ հակախտրականության բնագավառին եւ այլն։ Խնդիրները բավականին շատ են եւ բազմաբնույթ են եւ ուրախ կլինեմ հարցազրույցի շրջանակներում շատ ավելի կոնկրետ հարցադրումների պատասխանել դրանց առնչությամբ։ Որոնք են եղել այն հիմնական խնդիրները, որոնց վերաբերյալ քաղաքացիները բարձրաձայնել կամ դիմել են մարդու իրավունքների պաշտպանին։ Դե արդեն իսկ երբ թվարկեցի հիմնական խնդիրները, որոնք այդ թվում մենք ենք արձանագրել, դրանց առնչությամբ քաղաքացիներից ենք մեծ քանակությամբ դիմումներ ստացել, բայց դրանից բացի նաև մեր մշտադիտարկումների արդյունքներն ենք ըստ էության ամփոփել հենց այդ խնդիրները ձևավորելիս ի նկատի ունեմ որպես մարդու իրավունքների պաշտպանության բնագավառի հիմնական հարցադրումներ տարվա կտրվածքով, բայց պիտի հատուկ արձանագրեմ, որ ըստ էության ես թվարկեցի մի քանի բնագավառներ, կան նաև մի շարք այլ խնդիրներ, որոնք քաղաքացիները պարբերաբար բարձրաձայնում են, թե օրինակ իլերում են իմ նախորդ թվարկած խնդիրների հոգեբուժական հաստատություններից քաղաքացիների դիմումները եւ նրանց հարազատների հաշմանդամություն ունեցող անձանց կողմից, երեխաների նկատմամբ բռնության դեպքերի եւ մի շարք այլ հարցադրումներ, որոնք միանշանակ պետք է հասցեավորվեն։ Վիճակագրության մասով աճի թե նվազման միտում կա խնդիրների հենց դիմումների առումով Տիկին Մանասյան։ Պիտի նշեմ, որ տարիների կտրվածքով անընդհատ են աճում մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվող դիմումները եւ այս տարի էլ բավականին մեծ աճ ենք ունեցել եւ միտումն էլ բավականին մեծ է աճելու հենց մեր հաստատությանը ներկայացվող խնդիրների։ Որ խնդիրն է, որ ամենամեծ թիվն է ունեցել դիմումների մասով։ Երևի թե այդպես չտարանջատեմ, որովհետև բազում խնդիրներ կան, որոնք ոչ թե թվի տեսանկյունից պիտի դիտարկել, այլ համակարգայնության, քանի որ մի շարք հարցադրումներ կան, որ միգուցե օրինակ ներկայացվում են մի ամբողջ շենքի քաղաքացիների կողմից, բայց մեկ դիմումի տեսքով, այսինքն այսպես թվային տվյալներով հիմա չներկայացնեմ, բայց պիտի հատուկ արձանագրեմ, որ այս տարի դարձյալ շարունակել ենք մեծ թվով բողոքներ ստանալ քրեական վարույթների շրջանակներում իրավունքների երաշխիքների հետ կապված հարցերով, այս տարի բավականին շատ են եղել նաև կրոնական ազատություններին վերաբերելի դիմումները եւ նաև հարցադրումները, որոնք ըստ էության նաև համակարգային բնույթ են կրել, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին վերաբերելի հարցերը, երեխաների իրավունքների հետ կապված խնդիրները, սոցիալ-տնտեսական բնագավառին, աշխատանքային իրավունքներ, կենսաթոշակ, ազատությունից զրկված անձանց բժշկական օգնության եւ սպասարկման հետ կապված հարցեր, կախված իրավիճակից նաև հավաքների ազատության իրավունքի հետ կապված ենք պարբերաբար դիմումներ ստանում այն դեպքերում, երբ ունենում ենք զանգվածային հավաքների այսպես իրավիճակներ եւ այլն, այսինքն դիմումները ըստ էության կարելի է ասել նաև համակարգային իրավիճակների են վերաբերում եւ դրանց հետ կապված կարծում եմ պետությունը պետք է շատ լուրջ համակարգային փոփոխություններ մտցնի։ Հենց համակարգային փոփոխությունների մասով ինձ հետաքրքրում է բացի բարձրաձայնելուց կամ արձանագրել Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը էլ ինչ իրական լծակներ ունի այս խնդիրները լուծելու համար։ Դե հատուկ շեշտադրեմ, որ բարձրաձայնումը եւս շատ կարեւոր լծակ է,
խնդիրները հասցեավորելու դիտանկյունից եւ մարդու իրավունքների պաշտպանության ազգային հաստատությունները հենց առաջին հերթին ձևավորվել են այն նպատակով, որպեսզի պետական մարմինների շրջանակում ներսից լինի մի մարմին, ով տեսնի խնդիրները եւ բարձրաձայնի դրանք, եւ սա շատ կարեւոր լծակ է, ընդ որում նշեմ, որ այս լծակը շատ մեծ ազդեցություն է ունեցել ինչպես տարբեր երկրներում, այնպես էլ Հայաստանում տարատեսակ համակարգային խնդիրներ հաղթահարելու դիտանկյունից։ Օրինակ, միայն այն հանգամանքը, որ բոլորը գիտեն, որ ցանկացած պահին մարդու իրավունքների պաշտպանը կամ նրա հանձնարարությամբ ներկայացուցիչները կարող են մուտք գործել քրեակատարողական հաստատություն, սա շատ մեծ դերակատարություն է ունեցել, օրինակ, վատ վերաբերմունքի դեպքերի թիվը շեշտակի նվազեցնելու տեսանկյունից, ինչը ակնհայտ է մեր հանրապետության պատմության շրջանակներում, կամ մի շարք այլ ոլորտային խնդիրներ եւս, հետեւաբար բարձրաձայնումն ինքնին շատ կարևոր լծակ է, բայց բացի խնդիրների մասին բարձրաձայնելուց, բնականաբար մենք շատ այլ գործիքներ եւս օգտագործում ենք։ Օրինակ, պահանջելը, որպեսզի պետական մարմինները կոնկրետ բնագավառներում փոփոխություններ մտցնեն։ Սա երևի թե ամենամարտահրավերային լծակներից է ամբողջ աշխարհում, որովհետև միշտ չէ, որ պետական մարմինները համամիտ են լինում մի հաստատությունների կողմից ներկայացվող առաջարկությունների հետ, բայց կուզենամ նշել, որ միևնույն ժամանակ այդ պահանջը շատ մեծ ազդեցություն է ունենում հետագայում փոփոխություններ բերելու տեսանկյունից, կամ օրինակ Սահմանադրական դատարան դիմելը մարդու իրավունքների պաշտպանի կողմից, որը եւս բավականին լուրջ ներազդեցություն ունեցող գործիք է, իրավական տարբեր ակտերի նախագծերի առնչությամբ կարծիք ներկայացնելը, ընդ որում նշեմ, Հայաստանը այն պետությունների թվին է պատկանում, որտեղ օրինակ նախորդ տարվա կտրվածքով ըստ էության մարդու իրավունքների պաշտպանի կողմից ներկայացրած օրենսդրական ակտերի նախագծերի առաջարկությունների հիմնական մասը ընդունվել է պետական մարմինների կողմից եւ մի շարք այլ լծակներ էլ մոնիթորինգային այցերը, որոնք բավականին լուրջ ազդեցություն են ունենում եւ այսպես շարունակ, ըստ էության սրանք բոլորը թե կանխարգելիչ, թե պաշտպանության, թե իրավունքների խթանմանը նպաստող լծակներ են, որոնք իհարկե պետք է նաեւ զարգացվեն Հայաստանում։ Կարող եք հիշել մեկ այդպիսի դեպք, երբ ՄԻՊ-ի միջամտությունը հանգեցրել է համակարգային փոփոխության։ Երևի թե հիմնական բեկումնային փոփոխության հանգեցրած մի կարևոր երևույթի մասին խոսեմ 2025 թվականին իմ դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանը շատ բեկումնային նշանակություն ունեցող որոշում է կայացրել, որով հաշմանդամություն ունեցող անձանց որոշ խմբի, օրինակ կուրություն ունեցող անձանց, ըստ էության փաստացի հնարավորություն է տրվել օրինակ դառնալու դատավորի թեկնածու, ինչը մինչ այդ որպես բացարձակ արգելք ամրագրված էր մեր օրենսդրությամբ, սա կարծում եմ շատ ռազմավարական նշանակություն ունեցող փոփոխություն է, որովհետև նախ փոխում է այն քաղաքականությունն ու արժեբանությունը, որը մեր հանրապետությունը մինչ այդ ունեցել է հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ, եւ նաեւ սա շատ լուրջ փոփոխություն է հենց հաշմանդամություն ունեցող անձանց համար, թե իրենց նկատմամբ վերաբերմունքը տեսնելու, թե նաեւ միջավայրը փոխելու դիտանկյունից, եւ կարծում եմ սա շատ լուրջ գաղափարական փոփոխությունների, այդ թվում ապագայում կբերի Հայաստանի Հանրապետությունում իրավահավասար եւ ոչ խտրական միջավայր ունենալու դիտանկյունից։ Ձեր կարծիքով այսօր մեր քաղաքացիները վստահում են պետական ինստիտուտներին, թե ՄԻՊ-ին դիմելը նրանց այսպես ասած վերջին հույսն է։ Ընդհանրապես մարդու իրավունքների պաշտպանին ուղղված դիմումների թիվը, ինչպես արդեն նշեցի, բավականին մեծացել է։ Այսօր նաև ինձ համար նկատելի է մեր հասարակությունում այդպես շատ էթիկական եւ արժեբանական ասպեկտներին ոչ այնքան մեծ ուշադրություն դարձնել եւ շատ մեծ ուշադրություն դարձնել ավելի պրագմատիկ ասպեկտներին։ Կարծում եմ մարդու իրավունքների պաշտպանին դիմելու հիմնական այսպես գրավականը եւ նաեւ դիմումների ավելացման հավանաբար նրանում է, որ քաղաքացիները այն խնդիրների հետ կապված, որոնց առնչությամբ տեսնում են, որ որևէ պետական հաստատություն լուծումներ է տալիս, իրենք եւս շարունակաբար սկսում են դիմել հաստատությանը։ Այս առումով նաեւ մեզ մոտ, օրինակ 2025 թվականին ինքս փորձել եմ դիտարկել, թե ինչ դիմումներ են հատկապես մեծանում կոնկրետ ժամանակահատվածներում եւ դրանց թիվը երբ է մեծանում, կուզենամ նշել, որ հատկապես մեծանում է այն դիմումների թիվը եւ այն ոլորտային հարցերով մարդու իրավունքների պաշտպանին դիմելը, երբ քաղաքացիները տեսնում են, որ որևէ հարցի առնչությամբ կամ խնդրին է ամբողջական լուծում տրվել կամ մարդու իրավունքների պաշտպանը սկսել է հարցը բարձրաձայնել եւ սա եւս իրենք որպես լծակ են դիտարկում։
Այսօր որքանով է պաշտպանված խոցելի խմբերի երեխաների հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները ըստ ձեզ։ Կարծում եմ, որ Հայաստանում բազմաթիվ են խնդիրները խոցելի վիճակում գտնվող անձանց իրավունքների պաշտպանության դիտանկյունից։ Երևի թե դրան նպաստող առաջնահերթ հանգամանքը կարծրատիպերն են եւ միջավայրը, որոնք մեր հասարակությունում գոյություն ունեն, եւ դա նպաստում է գրեթե բոլոր խնդիրների մեծացմանը եւ խոցելի վիճակում գտնվող խմբերի դիտանկյունից հատուկ պետք է արձանագրել այն հանգամանքը, որ թեև մենք ունեցել ենք բավականին լուրջ զարգացումներ մեր հանրապետությունում այս անձանց իրավունքների պաշտպանության դիտանկյունից, միևնույն ժամանակ խնդիրները եւ դրանց ծավալը բավականին լուրջ են շարունակում մնալ այժմ էլ եւ այս առնչությամբ շատ լուրջ փոփոխություններ է անհրաժեշտ իրականացնել։ Օրինակ, երեխաների տեսանկյունից բավականին տարածված է երեխաների նկատմամբ բռնությունը, մինչդեռ շատերը չեն ուզում ընկալել, որ դա ընդհանրապես խնդիր է, այսինքն սա նույնիսկ որպես խնդիր չեն դիտարկում, կամ կանանց ու տղամարդկանց իրավահավասարության դիտանկյունից բավականին մեծ հարցեր շարունակում են իրենց արդիականությունը չկորցնել, բայց միևնույն է շատերը մտածում են, որ դրանք ըստ էության խնդիր էլ չեն, կամ հաշմանդամություն ունեցող անձանց առումով, օրինակ ես նշեցի սահմանադրական դատարանի որոշումը, բայց մինչ որոշումը կայացնելը հասարակական այնպիսի քննարկումներ կարող էիք տեսնել այս հարցի առնչությամբ, որոնք ինքնին շատ լուրջ խտրական մոտեցումներ էին տարածում, եւ դա շատ սովորական երևույթ էր մեր հասարակության համար, կամ կուզենամ հատուկ շեշտադրել նաև օրինակ երեխաների անձնական տվյալների պաշտպանության հետ կապված հարցերը, որ նույնիսկ մասնագիտական համայնքում պատշաճ պատկերացում չկա այն մասին, թե ինչքանով է սա կարևոր եւ ինչպես է անհրաժեշտ պաշտպանել երեխաների անձնական տվյալները ու մի շարք այլ հարցադրումներ էլ։ Հետևաբար այս ոլորտը իրապես խնդրային է եւ այստեղ ամենալուրջ փոփոխությունների կարիքը շարունակում է պահպանվել։ Երեխաների նկատմամբ բռնության առումով 2025 թվականից մեկ դեպք հիշեցի, երբ որ բռնությունը հանգեցրել էր, որ երեխան տանից պարզապես հեռանար։ Ուզում եմ հասկանալ այս մասով ինչպիսի լուծում եք պատկերացնում։ Ըստ էության երեխաների իրավունքներին առնչվող լուծումները միակողմանի չեն եւ շատ բազմաշերտ մոտեցումներ է անհրաժեշտ ցուցաբերել, որպեսզի երեխաների իրավունքների ոլորտի հետ կապված բոլոր հարցադրումները իրենց լուծումը ստանան։ Առաջին հերթին մենք նաև ծնողավարության շատ լուրջ փոփոխությունների կարիք ունենք եւ կարծում եմ, որ չափազանց կարևոր ասպեկտ պետք է լինի այս ամբողջ համատեքստում նաև ծնողավարության լուրջ դասընթացներ իրականացնելը, այդ թվում ծնողների համար, նրանց եւս հմտություններ փոխանցելը հարցադրումների առնչությամբ։ Շատ կարևոր է, որպեսզի մենք մեր կրթական համակարգը փոփոխենք եւ նաև կրթական միջավայրը եւ մարդկանց սովորեցնենք, թե ինչ է բռնությունը, սովորեցնենք ճանաչել բռնությունը, որովհետեւ շատ դեպքերում բռնությունը մարդկանց համար սահմանափակվում է բացառապես ֆիզիկական բռնության տարատեսակով եւ բռնության մյուս տեսակները մարդիկ չեն էլ ճանաչում եւ կան շատ ավելի վտանգավոր դեպքեր, երբ մարդիկ ֆիզիկական բռնությունը տեսնելով էլ արդարացնում են այն, հետեւաբար անհրաժեշտ է մարդկանց համար ճանաչելի դարձնել նաեւ ֆիզիկական բռնությունից բացի բռնության մյուս տեսակները, այդ թվում ընդ որում շեշտադրեմ առցանց բռնությունը, որը այսօր շատ լայն տարածում ունի։ Կրթական միջավայրը փոխելը իհարկե ոչ միայն բովանդակության փոփոխություն է ենթադրում, այլ նաև դասավանդման մեթոդաբանության եւ այստեղ էլ մենք շատ լուրջ փոփոխությունների կարիք ըստ էության ունենք։ Շատ կարևոր է արձագանքողականության մեխանիզմները զարգացնել, ի նկատի ունեմ պետական մարմինների կողմից, որովհետեւ պետական մարմինները եւս երեխայի նկատմամբ բռնությունը պետք է կարողանան ճանաչել եւ այն պետք է կարողանան նախ կանխարգելել, ապա եթե հանկարծ դեպքը տեղի է ունեցել, պատշաճ արձագանքել, այս առումով եւս ես կարծում եմ բազմաթիվ խնդիրներ առկա են, թե ուսումնական հաստատություններում, թե պետական այլ մարմինների համատեքստում։ Եվ բնականաբար շատ կարևոր է պատասխանատվության մեխանիզմը, որովհետև մարդկանց թվում է, որ օրինակ Հայաստանում երեխաների նկատմամբ բռնություն ընդհանրապես տարածված չէ, բայց երեխաների նկատմամբ բռնության ամենածայրահեղ ձևերից ամենանոր ձևերը, հա, օրինակ առցանց բռնությունը շատ լայն տարածում ունեն Հայաստանում։ Օրինակ սեռական բռնությունը երեխաների նկատմամբ, որ թվում է մեր հասարակությունում այդքան էլ տարածված չպետք է լինի, համենայն դեպս ընդհանուր հասարակական ընկալումներն են այդպիսին, միևնույն ժամանակ իրավիճակը բոլորովին այլ է։ Բուլինգի դեպքերը, ընտանիքում երեխաների նկատմամբ բռնության դեպքերը, այս ամենի դեմ միանշանակ անհրաժեշտ է շատ բազմաշերտ եւ ամբողջական գործիքակազմերով պայքար մղել։
Վերջերս մտահոգություն եք հայտնել մեդիադաշտի բևեռացման, ինչպես նաև ապատեղեկատվության եւ ատելության խոսքի տարածման առումով, ինչ վտանգ է մարդու իրավունքների պաշտպանության առումով սա իրենից ներկայացնում։ Սա շատ լուրջ վտանգ է ներկայացնում, որովհետև գաղտնիք չէ, որ ընդհանրապես զանգվածային լրատվության միջոցները մեծ դերակատարություն ունեն ամբողջ հասարակական միջավայրի ձևավորման ու զարգացման եւ մասնավորապես մարդու իրավունքների պաշտպանության համակարգի դիտանկյունից։ Եվ ցանկացած իրավիճակում, երբ տարածվում է տեղեկատվություն, այդ թվում զանգվածային լրատվության միջոցներով, որը բևեռացված մոտեցումներ է տարածում եւ ավելին խորացնում է հասարակական բևեռացումը, միանշանակ դա ազդում է առաջին հերթին հենց մարդու իրավունքների պաշտպանության համակարգի վրա, որովհետեւ չի կարող լինել մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ առանց համերաշխության մթնոլորտի եւ առանց մարդու իրավունքների հարցերի առնչությամբ համարժեք adekvat քննարկումների։ Մինչդեռ մենք ընդհանրապես չունենք կառուցողականություն մարդու իրավունքներին առնչվող հարցերը ներկայացնելիս։ Ես իհարկե չեմ խոսում անհատների մասին, իհարկե զանգվածային լրատվության միջոցների հիանալի ներկայացուցիչներ կան թե պրոֆեսիոնալիզմի, թե բարևարքության տեսանկյունից, ինչպես նաև մնացյալ այլ բնագավառներում էլ, բայց համակարգային խնդիրները այնքան մեծ են, որ դրանք միայն նպաստում են միջավայրի բևեռացմանն ու դրան գումարած նաև իրավունքների առնչությամբ ձևախեղված պատկերացումների տարածմանը, ինչը շատ վտանգավոր հետևանքներ է ունենում այս համակարգի առումով։ Դուք ունեք ընդդիմախոսներ, որոնք ասում են, որ ՄԻՊ-ը բավարար համարձակություն չունի իշխանություններին քննադատելու համար, ինչպես կպատասխանեք այս գնահատականներին։ Գնահատականներին սովորաբար չեմ պատասխանում, բայց հարցազրույցի շրջանակներում հարցադրմանը կանդրադառնամ փաստերով։ Ըստ էության չենք կարող հիշատակել մեր հանրապետությունում օրինակ 2025 թվականին հանրային հնչեղություն ունեցող որևէ մեծ իրադարձություն, երբ ես չեմ հայտնել իմ տեսակետը իրադարձության երևույթների հետ կապված, եթե դրանք իհարկե մարդու իրավունքների ասպեկտներին են վերաբերել, եւ դեպքերի գրեթե մեծամասնությունում իմ տեսակետը լրիվ հակադիր է եղել թե քաղաքական մեծամասնության, թե պետական տարբեր մարմինների գաղափարներին, տեսակետներին, կլինի դա քրեական վարույթներին առնչվող հարցերի հետ կապված, կալանքների ազատությունից զրկման հարցերի հետ կապված, կլինի դա կրոնական ազատություններին վերաբերելի, կրոնական կազմակերպությունների ինքնավարությանը վերաբերելի հարցերի հետ կապված, զինվորական ծառայությանը վերաբերելի տարատեսակ հարցադրումներ, օրինակ գումարի դիմաց զինվորական ծառայությունից ազատվելու հետ կապված հարցադրումը, քրեական վարույթների շրջանակներում տարբեր իրավունքների, երաշխիքներին առնչվող հարցերը եւ այլն եւ այլն։ Այսինքն հնարավոր չէ չթվարկել մի իրավիճակ հանրային հնչեղություն ունեցող, երբ ես չեմ հայտնել տեսակետ եւ գրեթե բոլոր իրավիճակներում տեսակետը հակադիր է եղել քաղաքական մեծամասնության դիրքորոշմանը։ Ուզում եմ նաեւ հատուկ արձանագրել, որ այստեղ իհարկե շատ կարևոր դերակատարություն ունի պետական իշխանության մարմինների մոտեցումը այս հարցադրմանը, որովհետև նաև այս ամենի հետ մեկտեղ պիտի արձանագրեմ, որ որքան էլ մեր դիրքորոշումները հակադիր են եղել, հակասող են եղել, ես ինքս չեմ հանդիպել այնպիսի մի ծայրահեղ իրավիճակի, երբ զգամ, որ միջավայրը ինձ համար այսպես վախենալի է դառնում հարցերի վերաբերյալ բարձրաձայնելու կամ խոսելու դիտանկյունից, հետևաբար այս առումով շատ կարևոր է նաև այն միջավայրը, որը պետական իշխանությունը եւս ձևավորում է, բայց կուզենամ նաեւ այս հարցադրմանը պատասխանելիս մի շատ կարևոր հանգամանքի եւս անդրադարձ կատարել։ Ըստ էության մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ազգային հաստատությունների համարձակությունը չի դիտարկվում միայն իշխանություններին քննադատելու ժամանակահատվածում կամ հենց այդ տեսանկյունից, այն դիտարկվում է մնացյալ այլ դերակատարներին քննադատելու եւ նաեւ նրանց հետ այդ թվում քննադատության հետ մեկտեղ կառուցողական համագործակցության դաշտ ունենալու դիտանկյունից, որովհետև բացի պետական իշխանությունից աշխարհի բոլոր երկրներում կան շատ այլ լուրջ դերակատարներ, որոնց քննադատությունը կարող է այսպես ոչ դրական միջավայր ձևավորել մարդու իրավունքների պաշտպանության ազգային հաստատությունների համար։ Այստեղ էլ ուզում եմ արձանագրել, որ ի տարբերություն շատ երկրների, այդ թվում Հայաստանի տարբեր իրավիճակների, երբ շատերը
պարզապես ցանկություն չեն ունեցել քննադատել այլ դերակատարներին զուտ նրա համար, որպեսզի չզրկվեն աջակցությունից, այս պահին ես չունեմ այդ իրավիճակը, որովհետև թե մասնագիտական տարբեր համայնքների, փաստաբանական համայնքների, գիտական համայնքի եւ մի շարք այլ համայնքների դիտարկումից ես ունեցել եմ բավարար խիզախություն այդ թվում իրավունքների խթանման մանդատի շրջանակներում խոսելու խնդիրների մասին, այդ թվում քննադատական տեսակետներ հնչեցնելու, առանց վախենալու այդ թվում թիրախավորումից, ինչը միանշանակ իրականություն չի եղել այդ թվում նախկինում նաև Հայաստանի Հանրապետության համար, ինչու՞ չէ իրականություն չէ նաև շատ այլ պետությունների համար էլ, որովհետև ինչպես նշեցի, սովորաբար այս հաստատությունները ավելի զերծ են մնում իրենց աջակիցներին չկորցնելու դիտանկյունից այսպիսի քննադատական միջավայր ձևավորելու հանգամանքից։ Կարծում եմ, որ մենք այսօր այդ թվում այս հաստատության դիտանկյունից լրիվ այլ իրավիճակ ունենք, բայց պիտի նաև հատուկ արձանագրեմ, որ պետական իշխանության տեսանկյունից միջավայրը այնպիսին է, որ շատ կառուցողական է, այդ թվում լուրջ քննադատության պարագայում շարունակելու կառուցողական համագործակցությունը եւ տարբեր խնդիրների հաղթահարումը, այդ թվում նմանատիպ կառուցողական համագործակցության միջոցով։ Միջազգային մարդասիրական իրավունքի տեսանկյունից այս տարի Ադրբեջանում Կարմիր խաչի գրասենյակը փակվեց, ինչպես եք սա գնահատում, ինչ կոնկրետ իրավունքներից զրկվեցին հայ գերիները Բաքվի բանտերում պահվող Կարմիր խաչի հեռանալուց հետո։ Նախ նշեմ, որ շատ վտանգավոր միտում է ընդհանրապես, որովհետև միջազգային անկախ մոնիթորինգային մեխանիզմները բացառիկ կարևորություն ունեն ընդհանրապես իրավունքների պաշտպանության, բայց մասնավորապես մարդասիրական իրավունքի, մարդու իրավունքների պաշտպանության դիտանկյունից եւ այս առումով պատահական չէ, որ ես ինքս նաեւ հրապարակային եմ խոսել խնդրի առնչությամբ եւ նաեւ իմ հրապարակային մտահոգությունն եմ հայտնել։ Ըստ էության երևի թե այդքան էլ ճիշտ չի լինի ինչ որ կոնկրետ իրավունքներ առանձնացնել եւ խոսել դրանցից զրկվելու մասին, բայց պետք է խոսել այն հանգամանքի առնչությամբ, որ ըստ էության, եթե ազատությունից զրկման վայրերում ընդհանրապես չկան անկախ մոնիթորինգային մեխանիզմներ, դա միանշանակ ցանկացած երկրում, լինի դա եվրոպական որևէ պետություն կամ ցանկացած այլ պետություն, դա հանգեցնում է վատ վերաբերմունքի դեպքերի հնարավոր աճի, հանգեցնում է իրավունքների տարբեր խախտումների, բայց սա ավելի խորանում է այնպիսի իրավիճակներում, երբ մենք գործ ունենք պետությունների հետ, որոնք մարդու իրավունքների պաշտպանության համակարգերի, դրանց զարգացվածության կամ մարդու իրավունքների պաշտպանվածության վիճակի դիտանկյունից են ինքնին խնդրահարույց եւ նաեւ մենք այս դեպքում էլ գործ ունենք իրավիճակի հետ, երբ մի պետությունում ազատությունից զրկված են մի էթնիկ խմբի անդամներ, որոնց հետ կապված բավականին լուրջ ատելության մթնոլորտ է տարիների կտրվածքով գեներացվել եւ ըստ էության գաղտնիք չէ, որ Ադրբեջանում բավականին երկար ժամանակահատված գեներացվել է հայատյացության շատ լուրջ մթնոլորտ եւ այս իրավիճակում խոսել մի հանգամանքի մասին, երբ անձինք ազատությունից զրկված են եւ այսպիսի պայմաններում գոյություն չունի անկախ մեխանիզմ, միջազգային մեխանիզմ, որպեսզի հնարավոր լինի մշտադիտարկել իրավիճակը, երաշխավորել մարդու իրավունքները, սա չի կարող մտահոգությունների տեղիք չտալ եւ բնականաբար սրա մասին պետք է բարձրաձայնել։ Իսկ ինչ լծակներ ունի մարդու իրավունքների պաշտպանը հայ գերիների իրավունքների պաշտպանության առումով։ Այդ լծակները շատ ավելի փափուկ են եւ անուղղակի, որովհետեւ բոլորին է հայտնի, որ յուրաքանչյուր մարդու իրավունքների պաշտպանության ազգային հաստատություն իր լիազորությունները պահպանում է հենց իր պետության սահմաններում եւ բացառապես իր պետության պետական մարմինների հետ կապված կարող է արձանագրել իրավունքների խախտումներ։ Հետեւաբար այս հարցի առնչությամբ մեր հիմնական լծակը տարբեր միջազգային կազմակերպությունների եւ այլ պետությունների համանման կառույցների հետ համագործակցությունն է, խնդիրները բարձրաձայնելը եւ նաեւ տարբեր իրավիճակներում խնդիրների լուծումներ պահանջելը։ Ես կուզենամ հատուկ արձանագրել, որ իմ բոլոր հանդիպումների շրջանակներում, այդ թվում 2025 թվականի բոլոր բարձրաստիճան հանդիպումները, որ ունեցել եմ մեր տարբեր միջազգային գործընկերների հետ, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար եւ այլն, այսինքն կարող եմ շարքը շատ երկար շարունակել, գրեթե բոլորի հետ
քննարկումների առանցքային թեմաներից մեկը եղել է հենց Ադրբեջանում ազատությունից զրկված հայերի իրավունքների հետ կապված խնդիրը, նրանց վերադարձի կարևորության խնդիրը եւ այս ամենի ներկայացումը հենց միջազգային արժեքների դիտանկյունից եւ ես իրապես հույս ունեմ, որ այս խնդիրը շուտապույտ լուծում կստանա։ Ձեր գնահատմամբ Հայաստանում այժմ կան անձինք, որոնց ազատազրկումը կարող է քաղաքական դիտարկվել ու այս առումով դիմումներ ստացել է ինստիտուտը ձեր։ Այս առումով դիմումներ ստացել ենք, կուզենամ հատուկ արձանագրել, որ իմ համոզմամբ այսօր Հայաստանում կան անձինք, ում ազատությունից զրկումը ու այդ զրկման գործընթացը բազմաթիվ հարցեր է առաջացնում, եւ եթե այդ հարցերի պատասխանները շուտապույտ չտրվեն, թե հանրությանը, թե ընդհանուր առմամբ հարցերի պատասխանները հանրային հաղորդակցության կարևոր մաս չդառնան, պատշաճ պատասխաններ նկատի ունեմ, բնականաբար հնարավորություն կունենանք խոսելու նաև հետևանքների մասին, այդ թվում ձեր կողմից հիշատակված հետևանքների։ Տիկին Մանասյան, եթե ամփոփենք հարցազրույցը, ձեր կարծիքով ո՞րն է այն ամենախոցելի օղակը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, որը համակարգային փոփոխության կարիք ունի այժմ։ Կարծում եմ մարդու իրավունքների կրթության համակարգը եւ վստահ եմ նաեւ, որ եթե մարդու իրավունքների կրթության համակարգը ամբողջապես չվերափոխվի, մենք միանշանակ ոչ միայն շարունակելու ենք պահպանել խնդիրները, այլ շատ ավելի մեծացնելու ենք այդ խնդիրները ձնագնդի տրամաբանությամբ եւ ուզում եմ հատուկ շեշտադրել նաեւ այն հանգամանքը, որ իմ կողմից հիշատակված մարդու իրավունքների կրթությունը վերաբերում է ոչ թե պարզապես բարձրագույն ուսումնական հաստատություններում մարդու իրավունքների կրթությանը կամ ոչ միայն այս բնագավառի վերափոխմանը, այլ վերաբերում է ընդհանրապես ամբողջ կրթական համակարգում մարդու իրավունքների եւ բազմազանության նկատմամբ հարգանքի առնչությամբ պատշաճ գիտելիքներ, տեղեկատվություն եւ արժեբանություն փոխանցելուն։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, որ զրուցում էի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հետ։ Հաջողություն։